Եթերում Սուրանկյունն է, որի նպատակը արդարության բացահայտումն է, որովհետև լավ է արդար գործի ծառա լինել, քան անարդարի տեր։ Ես Վայա Ղազարյանս և Սուրանկյան ստեղծագործական խումբը բարի ուշ երեկո ենք մաղթում ձեզ։ Անցնող շաբաթ խորհրդարանը հավանության արժանացրեց կառավարության ներկայացրած օրինագիծը, ըստ որի 2026 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանում երեխայի ծննդյան միանվագ նպաստը անկախ երեխայի կարգաթվից կդառնա 500,000 դրամ։ Հիշեցնեմ, որ մինչև այս առաջին ու երկրորդ երեխայի դեպքում նպաստը 300,000 դրամ էր, երրորդ և չորրորդ երեխաների դեպքում 1 միլիոն, 5 և ավելի երեխաների դեպքում 1,500,000 դրամ։ Փոփոխությունը կառավարությունը հիմնավորել է համահարթեցման անհրաժեշտությամբ։ Փորձենք հասկանալ, թե ինչ պատկեր կունենանք այդ համահարթեցման արդյունքում։ Պատկերացրեք նոր ամուսնացած զույգի։ Տրամաբանականը չէ, որ պետք է երեխա ունենան։ Չէ, որ առանց երեխայի ընտանիքը լիարժեք ընտանիք չէ։ Այդ իսկ պատճառով նրանց համար կարևոր չէ, թե պետությունը երեխայի ծննդյան համար 300 թե 500,000 տալիս։ Երեխային ունենում և վերջ։ Վիճակագրությունը փաստում է, որ 3 երեխա ունեցող ընտանիքները ավելի քիչ են։ Հարց. իսկ որ ընտանիքներն են ունենում 4 և ավելի երեխա։ Օրիգինալ չեմ լինի, եթե ասեմ, որ հիմնականում աղքատ ընտանիքները։ Այս խմբի համար 1,500,000 դրամը բավականին մեծ գումար էր և հավանաբար դուք էլ եք լսել խոսակցություններ, որ այդ ընտանիքները հենց գումարի համար են ունենում շատ երեխաներ։ Ու երբ այդ գումարը եռակի կրճատում ենք, նրանք արդեն կմտածեն, արդյոք լույս աշխարհ բերեն, ասենք 5-րդ երեխային։ Իսկ այդ տատանումը արդեն սպառնալիք է երկրի դեմոգրաֆիային։ Այսինքն ստացվում է, որ համահարթեցման անվան տակ պետությունը փաստացի խոչընդոտում է բնակչության թվաքանակի աճին։ Մինչդեռ կհիշեցնեք, թե ըստ վարչապետի 2050 թվականին որքան բնակչություն պետք է ունենար Հայաստանը։ Իրավի, խոսելով վարպետ ենք, բայց երբ հերթը հասնում է գործին, անում ենք լրիվ հակառակը։ Ներկայացնում եմ Էդուարդ Պողոսյանի «Չծնել հարկադրող աջակցությունը» տեսանյութը։ Անկախ նրանից, թե ընտանիքի որերորդ զավակին եք լույս աշխարհ բերում, եկող տարվանից պետությունը ոչ թե միլիոնների հասնող միանվագ նպաստ կտա, այլ բոլորի դեպքում միևնույն է՝ 500,000 դրամ, ասում են այսպես, հավասար է։ Միակ առավելությունը երրորդ և հաջորդ երեխաների դեպքում է, ի տարբերություն առաջին երկուսի, երրորդի ծնվելուց հետո մինչև երեխայի 6 տարին լրանալը ամսական 50,000 դրամ նպաստ կստանան ծնողները, եթե խանութներում էլ քարտով վճարեն, ամիսը 10,000 էլ բոնուս, հետվճարը կլինի, բայց հերթով անկախ երեխայի կարգաթվից ծննդյան միանվագ նպաստները համահարթեցնելու կառավարության ուղղած հարցն է, իսկ ինչ կապ ունի, թե երեխան ընտանիքի որերորդ զավակն է, արդյոք նույնը չեն ծախսերը։ Տրամաբանությունը, որ դրված է այս նպաստի հիմքում, ինչը երեխայի ծննդյան շուրջ ծագող խնդիրները լուծելուն է միտված, այսինքն դա այդ պահին առաջացող ծախսերն են ընտանիքի, որոնք որևէ կարգաթվով ըստ էության պայմանավորված չեն, կապ չունի, որերորդ երեխան է ծնվում, ծախսերը միատեսակ են։ Պետական աջակցության հավասարաչափ բաշխմամբ անտեսվում հետին պլան է մղվում այն հանգամանքը, որ 3 կամ ավելի երեխա և 2 զավակ ունեցող ընտանիքները սոցիալապես հավասար չեն։ Բոլորին միևնույն միանվագ նպաստ հատկացնելը նշանակում է մոռանալ, որ 3, 4, 5 երեխա ունեցող ընտանիքների սոցիալական վիճակն առավել խոցելի է։ Այս պնդումն էլ ի հակադրություն կառավարության որոշման փորձագիտական համայնքում են առաջ բերում։ Մասնագիտական տեսանկյունից ևս, նաև մեր ժողովրդագրական խնդիրների հիման վրա կարող ենք ասել, որ այդ գումարը ոչ միայն փոխհատուցման համար է, այլ այդ գումարը նաև խրախուսման համար է, որ մարդիկ ավելի ինքնավստահ, ավելի հանգիստ, ավելի քիչ մտքերով եւ քիչ ապագայի նկատմամբ անորոշությամբ գնան դեպի նոր երեխաներ ունենալուն։ Ընդհանրապես ցանկացած սոցիալական համահարթեցման նախագիծ, որը ներկայացնում են որպես ռեֆորմ, ինքը իրենից ռեֆորմ չի ենթադրում։ Այստեղ ավելի շատ պետական միջոցների խնայողության մասին է խնդիրը գնում եւ մոտեցումները բոլորովին համակարգային չեն։ Իսկ գործադիրում այլ համոզմունք ունեն, այո, միանվագ նպաստները համահարթեցնում են, նշանակում է առաջին եւ երկրորդ երեխաների դեպքում 200,000-ով ավելացնում են գումարը։ Կառավարության ղեկավարն ընդհատում է սոցիալնախարարին ու իր դիտարկումն անում, աճը բոլորի դեպքում է։ Մյուսների միանվագ միլիոնը, միլիոն ու կեսը
ճիշտ է դառնում է 500,000, կրճատվում է համապատասխանաբար կես եւ 1 միլիոնով, բայց մինչեւ երեխայի 6 տարեկանը տրվող նպաստով փաստացի վերջնարդյունքում կստացվի, թե գործադիրը յուրաքանչյուր երեխայի համար ծնողին հատկացրել է առնվազն 3.6 միլիոն դրամ։ Այսինքն հիմա ստացվում է, որ մենք առաջին երեխայի ծննդյան գումարը ավելացնում ենք 200,000 դրամով, երկրորդ երեխայի ծննդյան գումարը ավելացնում ենք 200,000 դրամով, երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար այլևս մշտապես վճարվող ամիսը 50,000 վճարում ենք պլյուս այդ 500,000-ը։ Այստեղ է, որ նախկին խորհրդարանականը նկատում է պետությունը պարզապես իր գումարների ստաբիլությունն է փորձում ապահովել պարզ հաշվարկով։ Օրինակ, մեկ ամսվա ընթացքում ծնվում է 10 ընտանիքի 5-րդ կամ հաջորդ երեխան։ Եթե գործող օրենքով պետական բյուջեից նրանց համար պետք է դուրս գրվի 15 միլիոն դրամ, ապա նոր օրենքով միանվագ կելքագրվի միայն 5-ը։ Հաջորդող ամիսների ընթացքում էլ բոլորի համար միայն կես միլիոն, ամսական 50,000-ի տեսքով, ու այսպես միայն 6 տարում փողը կհատի 3.6 միլիոնի շեմը, սակայն կառավարությունն իր առջև միայն այս խնդիրը չի դրել։ Ավելի ճիշտ է պարբերական ամսական աջակցություններով խրախուսել կամ աջակցել ընտանիքներին իրենց երեխայի հոգսերը հոգալ, քան մեկ միանվագ դրամագլխով, որը տրվում է ծննդյան ժամանակ, եւ ցավոք սրտի հաճախ այդ մեկ միանվագ մեծ նպաստները կրկին այլ նպատակներով օգտագործվելով եւ արագ սպառվելով դնում են այդ ընտանիքին աղքատության մեջ եւ 500,000-ը եւ 50,000-ը մարդը կարող է միանգամից ծախսել եւ նորից մնալ աղքատության մեջ։ Այսինքն սա հիմնավոր փաստարկ չէ, որպեսզի դու դրանով առաջնորդվես։ Ժողովրդագրագետները տևական ժամանակ է ինչ ահազանգում են, որ դեմոգրաֆիկ լրջագույն խնդիրներ ունենք։ Նվազել է ծնելիության գործակիցը, միևնույն ժամանակահատվածում գրանցված ծնունդներն ու մահերը գրեթե իրար հավասարվելու շեմին են հասել։ Ուրեմն ինչ ազդեցություն, հետևանքներ կունենա կառավարության նոր նպաստային քաղաքականությունը, եթե կարճ, ապա առնվազն ոչ դրական։ Մասնագետը նախ այսպես է մեկնաբանում։ Հիմնականում այսօր ժողովրդագրական հիմնախնդիրը Հայաստանի երրորդ երեխա ունենալը եւ հաջորդիվ երեխաներ ունենալը։ Ուստի իմ կարծիքով սա ոչ դրական ազդեցություն կարող է ունենալ եւ մի շարք ընտանիքներում երրորդ, չորրորդ, 5-րդ, 6-րդ երեխաներ ունենալու որոշման մեջ կարող է բացասաբար ազդել։ Իսկ առաջին եւ երկրորդ երեխա ունեցողի համար ինչ տարբերություն 300,000 կվճարեն թե 500,000։ Սոցիոլոգը նկատի է առնում այն հանգամանքը, որ ձևավորվող ընտանիքներում մինչև 2 երեխա ունենալն ընդունված է։ Այստեղ է, որ պետությունը պետք է խրախուսի երրորդի եւ նրան հաջորդողների ծնունդը, նպաստելու բնական պոպուլյացիային։ Ինչ վերաբերում է թեկուզ մտքի ծայրով անցկացնելուն, թե մեր երկրում ամուսինները երբեմն բազմազավակ են դառնում պետությունից միանվագ մինչև 1.5 միլիոն դրամ ստանալու համար, մասնագետները կարծում են, որ եթե անգամ այդպես է, լավ է։ Այդ երեխաներն իրենց ծնողներին լինելուց բացի մեր պետության երեխաներն են, մեր երկրի քաղաքացիները, թեպետ նաև ընդգծում են նման մոտեցում չկա, այսինքն որևէ մեկի համար միայն գումարը չէ մոտիվացիան։ Ամբողջ աշխարհում կիրառվում է այս կամ այն մեխանիզմները խրախուսելու, խթանելու, որպեսզի շատ երեխաներ ծնվեն։ Նաև գումարը որպես հավելյալ գործոն երեխա ունենալու պլանավորման մեջ, դա շատ բնական է։ Մեծ կտրուկ եւ համարձակ գործողություններ են հիմա անհրաժեշտ, ընդգծում է նախկին падգամավորն ու շեշտում, դրանց հետևում պետք է լինեն ֆինանսատնտեսական կոնկրետ հիմնավորումներ, նաեւ մշակութային ու գաղափարական հաշվարկներ։ Նույնիսկ փողը, որքան էլ որ այսպես ասած հաճելի հանգամանք է հասարակության համար, հատկապես այն հասարակության, որտեղ ուրեմն աղքատության ցուցանիշը բավականին բարձր է, դա չի կարող բարոյական մոտեցում լինել պետության կողմից եւ գաղափարական մոտեցումը պետք է լինել այլ ընտանիքի, ընտանեկան ուրեմն երեխավարության ուղղությամբ աշխատանքները տանել, ներկայացնել թե ինչու է լավ շատ երեխաներ ունենալ։ Բոլոր ծրագրերի ռազմավարությունների թվերի հետևում մարդիկ են, Սուրանկյունն ուղղություն վերցրեց Վանաձոր Մոսինյանների բազմանդամ ընտանիք, լսելու նաև նրանց դիրքորոշումը պետության աջակցության համահարթեցման վերաբերյալ։ 8 որդի ունեցող Արեն Մոսինյանն ասում է, կապ չունի գումարը մեծ է թե փոքր, 500,000 է թե 1.5 միլիոն, կարգաթիվը պետք է հաշվի առնել, տարբերության սկզբունքը պահպանել, նա էլ այս հավասարությունն է բանաձևում, սրա կողմնակիցն է։ 3-4 երեխաների հասարակ առօրյայի ծախսը 8 երեխատեր ընտանիքի
հետ համեմատած մինիմում կրկնակի տարբերություն է։ Կենցաղային ծախսերի մեջ ի՞նչն է մտնում։ Օրինակի համար մարդիկ ասենք լվացք են անում, խոսքի օրինակ այդ նույն շեմը կրկնակի անգամ ավել է ծախսը։ Եթե մեզ որևէ հարց չեն ուղում, մեր տեսակետը չեն լսում, այդ ինչպես են որոշում, կես միլիոնն է ճիշտ է, թե 1.5 է, կեսն է բավարար, թե դրան գումարած եւս 1 միլիոն է, հարցնում է ընտանիքի հայրը։ Այդ ոնց է մանկավարժը, եթե գնում է վերապատրաստվում է իր աշխատավարձը դառնում է օրինակի համար կես միլիոն, վարչապետի ասելով մինչև 700,000, դե բա մենք վերապատրաստված ընտանիք ենք արդեն, մենք ինքներս մեր երեխեքին պահում ենք, բա ինչի պետք է միանմանը լի։ Ու մինչև հասարակական քննարկումների օրակարգում շատ թե քիչ գումարն է, մեր խմբագրությունը հազանգում են քաղաքացիներ, ովքեր ամիսներ շարունակ այդպես էլ չեն կարողանում պետությունից ստանալ, օրինակ 30 շաբաթական անաշխատունակ մայրության նպաստը, պատասխանատու նույն կառույցից են մեկնաբանում, նոր համակարգ է, տեխնիկական խնդիրներ կան։ Այսքանը։ Էդվարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, Վահրամ Ավոյան, Սուրանկյուն։ Որպես նախորդ տեսանյութի խոսքերի նկատի ունեմ համահարթեցման գաղափարի սնանկության ապացույց, ներկայացնում եմ խեղված ճակատագրեր էջի այսօրվա հերոսներին, Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում բնակվող Գայանե Միրզոյանի ընտանիքին։ Միայնակ մայրով համայնքապետարանի տրամադրած կացանում մեծացնում է ուշադրություն անչափահաս 7 երեխայի, ովքեր գոյատևում են ընդամենը 126,000 դրամ նպաստով եւ որոնց համար ճոխություն է անգամ սովորական քաղցրավենիքը։ Այսինքն 5-րդ, 6-րդ, 7-րդ երեխաների ծննդյան համար ստացած 1.5 միլիոն դրամները չեն բավարարել, որպեսզի ընտանիքը քիչ թե շատ թոթափի գոյատևման ծանր բեռը, էլ ուր մնաց, եթե այդ աջակցությունը 3 անգամ կրճատվի։ Ինչևէ։ Մայրը ամենանվիրական բանն է ամբողջ աշխարհում։ Լինել մայր նշանակում է ներել ու զոհաբերել ինքդ քեզ։ Գերմանացի գրող Էրիկ Մարիա Ռեմարկի այս խոսքերը հենց Գայանե Միրզոյանի նման մայրերի մասին է։ Երբ պատկերացնում ես, որ այս ցուրտ ձմռանը 7 երեխաների հոգսը միայնակ է կրում, պապանձվում ես։ Բնականաբար հեռուստադիտողի մոտ հարց կառաջանա, իսկ ուր է ընտանիքի հայրը, ինչու գումար չի հատկացնում երեխաների խնամքի համար։ Թե որտեղ է նա, անգամ Գայանեն չգիտի։ Իսկ թե ինչու գումար չի հատկացնում, դա արդեն մարդու որակի մասին է խոսում։ Պետությունն էլ չի կարող պարտադրել, որովհետև զույգը պաշտոնապես գրանցված չի եղել, հետևաբար ալիմենտ պահանջելու իրավական հիմք չկա։ Եվս երկու հանգամանք, որոնք լավագույնս բացահայտում են Գայանեի մայրական սերը։ Քիչ անց կտեսնեք, թե ինչ սիրով ու հոգատարությամբ է նա երեխաներին բաժանում փշրանքները։ Սրտաճմլիկ տեսարան, որը անտարբեր չի թողնի ցանկացած մարդու։ Ու երկրորդ, մեր նկարնու խմբի երեխաները թաքուն պատմել են, որ իրենց մայրը առողջական լուրջ խնդիրներ ունի եւ որ հաճախ ստիպված է քայլել ձեռնափայտով։ Այդ մասին կինը չէր բարձրաձայնել։ Հարցին թե ինչու, պատասխանել է, որ դա կարևոր չէ, կարևորը երեխաների առողջությունն է։ Այո, մայր դառնալով կինը իրեն հավերժ զրկում է թույլ լինելու իրավունքից։ Ներկայացնում եմ Սվետլանա Ավդիշյանի «Մաքարում մորուժով» տեսանյութը։ Հնամաշ շորերը ծածկել են կտորներով, թաքցրել։ 8 հոգանոց անապահով այս ընտանիքը բետոնե խոնավ պատերի ներսում է ապրում Գեղարքունիքի համայնքապետարանի տրամադրած բնակարանում։ Ծափաթաղի այս տանը պայմանները ծայրահեղ մխիթար են, խմելու ջուր չկա, տանիքից կաթում է, հատակը քարուքանդ, սանհանգույցի ու խոհանոցի մասին էլ երազում են։ Կուզեի լոգարան, հանիք զուգարան, ջուրը դնում ենք մեջի վրա, մեծ տաշտայա, դնում ենք, լինում է կեսը շաբաթեն լողանում, կեսը կիրակի, կամ կիրակի բոլորը լողանում են, որպես 2 շաբթի օրը կարողանան մաքուր դպրոց հաճախեն։ Իմ ընկերները կանչում են իրենց ծնունդներին, բայց ինոք եմ կարա ես կանչում, դե նա պայմանների համար։ 37-ամյա Գայանեն բաժանությունից հետո 7 երեխաներին միայնակ է մեծացնում։ Դժվար օրեր շատ է ունեցել, պատմում է, թե ինչ դժոխային է եղել ամուսնու հետ համատեղ կյանքը։ Տղամարդը նրան օր ու արև չի տվել, ամուսնալուծությունից հետո ամուսնուց ոչ մի լուր չունի։ Երեխաները չեն շփվում հոր հետ, նրանից միայն վատ հիշողություններ են մնացել։ Ինչ հարաբերություններ ունեիք հայրիկի հետ։ Վատ։ Տնակ մամայիս հետ անդադ կռում էր։ Մամայիս ծծում էր։ Կարոտում ես պապային։ Չէ։ Իսկ կուզես տեսնել։ Չէ։ Ամուսինս մի քիչ խմշքի հետ սեր ուներ, չգիտեմ, շատ դժվար է խմող մարդու հետ,
5 տղա, 2 աղջիկ ունի Գայանեն։ Հայրը երեխաներով ընդհանրապես չի հետաքրքրվում։ Անկամ նրանց տեսակցության չի գալիս, ուր մնաց թե ֆինանսական աջակցություն ցուցաբերեր։ Ու քանի որ ամուսնությունը չեն գրանցել, տղամարդը ալիմենտ էլ չի վճարում։ Ընտանիքի ամբողջ բեռը Գայանեի փխրուն ուսերին է։ Աշխատել չի կարողանում, երեխաների խնամքը մեծ ջանքեր է պահանջում։ Ասում է ամենադաժանն այն է, երբ 2 տարեկան երեխատ հաց է ուզում, իսկ դու չգիտես գլուխդ որ պատին տալ։ Նպաստ եմ ստանում 76000 դրամ, եկել մայրության խնամքի նպաստ եմ ստանում, չեմ հասցնում, շատ դժվար է, շատ։ Օգնող չունեմ, խանութից գնում ենք, վերցնում ենք նիսյա, տալիս եմ, բայց այն չափի, որ կարողանամ 76000 դրամը կարողանամ գույնե տանեմ տամ։ Մաման օրինակ չի հասցնում ուտելիք առնի, հասցնի հիգիենայի պարագաները։ Լացում այն ժամանակ հենց որ օրինակ մենք ուտելու բան չենք ունենում։ Ժամանակից որ մենք չենք ունենում կամ էդի տարածակ դժվար է։ Սոված օրերել են ունեցել Միրզոյանները, բայց այդ մասին չեն բարձրաձայնել։ Ոչ մեկից ոչինչ չեն խնդրել։ Տան սառնարանը գրեթե միշտ է դատարկ։ Բավարարվում են ունեցածով, օրվա պատրաստած ուտեստը Գայանեն երեխաների մեջ հավասար է բաժանում։ Ինչպես տեսնում եք, ամեն մեկի բաժինը մի բուռ մակարոն է։ Իսկ երբ տանը հանկարծ քաղցր է լինում, մեծերը չեն ուտում, որ փոքրին տան։ Մեծերը հասկանում են, շատ են հասկանում, որ չկա ու չեն էլ ստիպում ինձ, որ այդ բանը ես գնեմ իրենց համար։ Բայց փոքրերը չեմ կարող։ Փոքրերը որ ուզում են, ստիպված են քույրիկը տանում, ասում են տալիս, ասում են սա կբերեմ, բան կանեմ, գնում ենք խանութին, խնդրում ենք, որպեսզի նիսի ապրանք բերում ենք, կանֆետը պահում ենք իր համար, որ իրան տանք ուտի։ Ավագ դուստրը Նարինեն երազանքների մասին խոսելիս Աստծուց առաջինը մոր համար առողջություն է խնդրում։ Գայանեի առողջական խնդիրների մասին մեզ աղջիկը պատմեց, մինչդեռ մայրը համեստաբար լռել ու շրջանցել էր սեփական ցավը։ Մաման առողջական խնդիրներ ունի։ Ոտքերի հոտերը։ Ցավում է, մեջքն է ցավում, շատ ժամանակ փայտով է ման գալիս։ Երեխաները թիմ դարձած օգնում ու սատարում են մորը, որ մենակ չմնա, չնեղ սրտի ու թաքուն լաց չլինի։ Տան գործերը իրար մեջ են բաժանել ու առանց մայրիկին նեղություն տալու հերթով են գործն առաջ գցում։ Օրինակ հարևան տնից ջուր բերելը տղաների գործն է, երեխաների դասերը սովորեցնելը ավագ քրոջ։ Տան ջեռուցման հարցն էլ ժամանակավոր լուծել են պարտքեր կուտակելով։ 150,000 վառելափայտ են գնել, վառելափայտը, որպեսզի կարողանանք երեխաներին տաքացնել։ Այդ փայտի տիրոջ հետ էլ խոսել ենք, ամենամիս հարմարվել է, 30-30 տալիս ենք։ Այս ձագուկները իրենց փոքրիկ ու տաքուկ անկյունն են խնդրում, երազում են ապրել սեփական բնակարանում ու այլևս չամաչել տան պայմանների պատճառով։ Ու թեև գիտեն, որ հայրը լքել է նրանց, բայց հավատում են, որ այս կյանքում մենակ չեն, վստահում են Աստծո որոշումներին ու համոզված են, օգնող ձեռքը չի ուշանա։ Մի օր նաև իրենք կհաղթեն կյանքի անարդարությանը։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում կներկայացնենք։ Ես սարերում անասուն էի ման գալիս։ Ինչ լավ էր ամեն ինչ սկսվել։ Վարչապետի հորդորներին լսելով ներդրումներ կատարեցինք։ Եթե կենդանիները կլոր տարին խոտի կամ ծղոտի հույս ունեն, էլ ինչ կաթ պիտի տան։ Մենք լուրջ խնդրեմ ունենք ինքնարժեք ստանալու։ Եզրակացրել է, որ վաղ թե ուշ հիվանդությունը հասնելու է նաև իրենց գումերը։ Մորթում էինք անկախ գնից, անկախ բանից։ Ինչու է այդպես։ Մյուսների մոտ ստացվում է, իսկ մեզ մոտ ոչ։ Չեն տիրապետում գործը։ 529 խոզել անկել են հաջորդ օրերի ընթացքում։ 3000 եվրանոց բաներ էին, որոնք որ պահում էինք հատուկ պայմաններում։ Մարդիկ վախենում են անասնագրխականակ ավելացնել։ Վերտում է բրուցիլոզն ու դաբաղը։ Վետ եկամուտների կոմիտեն հրաժարվել է վճարել իրենց հասանելիք ավելացված արժեքի հարկի գումարը։ Չենք հասցրել մենք վաճառենք, որ այդ հարկի գումարից դուրս գալի։ Ո՞վ է պատասխան տալու։ Զինծառայողների հետ աշխատանքները տարվում է թերի։ Ինը կարող է դնել մեր տղեկի մահը զորամասում ցավում են դեպքի ավճությամբ։ Քրեական գործը որակել այլ հոդվածով, քան իրականում եղել է դեպքը։ Պայմանավորված է այսպես կոչված քրեական ենթամշակույթով։ Նախորդել են արժանապատվությունը նվաստացնող վատ վերաբերմունք կարող են լինել ինքնավնասման 3 կրակոցով, սպանության դեպքը որակվել էր ի սկզբանե որպես ինքնասպանություն։ Դիմացը ամանոր է։ Իսկ դա նշանակում է, որ ընտանիքներում առևտրի ցուցակները կազմված են, ծախսերն էլ հաշվարկված։
Գաղտնիք չէ, որ ծախսերի մեջ առաջնային տեղ է զբաղեցնում միսը։ Առանց դրա հայկական սեղան չի լինում։ Բայց ավանդական հարցերը մնում են։ Գնել տեղական թե դրսից ներկրված բուտ, որտեղից ձեռք բերել մատչելի եւ որակով տավարի միս։ Մսի շուկայում բարբերաբար գնային վայրիվերումներ են, որոնք նախատոնական օրերին հասնում են գագաթնակետին։ Բայց խնդիրը միայն պահանջարկը չէ։ Տարվա ընթացքում էլ այս կամ այն մսի տեսակը զգալի թանկանում է։ Հարցը փորձում է լուծել դրսից մսի ներկրումով, որը սակայն ել ավելի է խեղճացնում տեղական արտադրողին։ Այսինքն ստացվում է փակ շղթա, որի արդյունքը լինելու է այն, որ մսի արտադրության ոլորտը շուտով ամբողջապես կախված կլինի ներկրումներից։ Իսկ դա նշանակում է, որ պարենային անվտանգության ոլորտում հերթական դիրքն ենք հանձնում։ Զարմանալին այն է, որ շանասնաբուծության ոլորտում վերջին տարիներին սուբսիդավորման եւ զարգացման նպատակով պետությունը ահռելի միջոցներ է ծախսում, սակայն պաշտոնական վիճակագրության համաձայն անասնագլխաքանակը երկրում գնալով նվազում է։ Ինչն է պատճառը, կհարցնեք։ Ըստ ֆերմերների պատճառը հիվանդություններն են, որոնք տարածվում են տարբեր մարզերում եւ հանգեցնում են անասունների գլխաքանակի էական նվազման։ Պնդում են, թե հիմնական բուծվող անասունների շրջանում տարածվող հիվանդությունները կանխելու ուղղությամբ պատասխանատուները շոշափելի քայլեր չեն ձեռնարկում։ Մյուս պատճառը նշում ոլորտի անարդյունավետ կառավարումը։ Մասնավորապես փողերը ծախսվում են ծրագրերի վրա, որոնք ի սկզբանե դատապարտված են անհաջողության։ Խելացի անասնագոմերի նախագիծը վառ օրինակ է։ Արմեն Աթալյանի տեսանյութը վերնագրել ենք դրսի միսն ու տկար տեղականը։ Դեռ ամիսներ առաջ այստեղ խոզերի աղմուկ էր լսվում։ Տարածքում աշխատում էին, մեկը կեր էր տալիս, մյուսը կենդանիների հետևից մաքրում։ Մի խոսքով դասական ֆերմա։ Հիմա այն դատարկ է եւ մոտ ժամանակները դժվար է լցվի, բայց ինչ լավ էր ամեն ինչ սկսվել։ Վարչապետի հորդորներին լսելով ներդրումներ կատարեցինք գյուղատնտեսության ոլորտում, սպանդանոց կառուցեցինք, ֆերման ընդլայնեցինք, աշխատատեղեր ստեղծեցինք։ 2025 թվականին մեր ֆերմայում աղիքային սուրվարակ հիվանդություն ընկավ։ Սկզբում լուր է տարածվել, որ հերթով անկում են հարևան ֆերմայի խոզերը։ Գևորգը եզրակացրել է, որ վաղ թե ուշ հիվանդությունը հասնելու է նաև իրենց գոմերը։ Մորթում էինք անկախ գնից, անկախ բանից, հասկանալով, որ մոտ արդեն հիվանդությունը մեզ մոտենում է։ Հետևաբար 1100-ից ավել գլուխ խոզ ունեինք ու այս թվում հիմա այդ թվում ոչ մի բան չունենք։ 529 խոզ էլ անկել են հաջորդ օրերի ընթացքում։ Կենդանիների մարմինները բացել են բեռնատարները եւ տարել այլտեղ թաղել։ Ֆերմերը պատմում է, պատկան մարմինների ներկայացուցիչները պարզապես եկել, ֆիքսել են պրոցեսն ու գնացել։ Պատճառված վնասը բնականաբար ահռելի է։ Ունեինք ворց խոզեր, որոնց արժեքը օրինակ 2-3 կամ ավել 2-3000 եվրոանոց բաներ էին, որոնք որ պահում էինք հատուկ պայմաններում։ Հղի խոզամայրեր ունեինք, որոնք որ եթե չեմ սխալվում 50 թե 60 մենակ սատկացները, որոնք որ ձեռներս չգնաց, էլի որ մորթ էինք։ Մի քանի տարվա ջանքերը եւ ծախսերն ամբողջությամբ ջուրն են ընկել օրերի ընթացքում։ Մնացել են միայն չփակված վարկերը։ Խոզաբուծության մասին Գևորգն այլևս լսել չի ուզում։ Շրջապատում էլ որևէ մեկին խորհուրդ չի տա դրանով զբաղվել։ Հիվանդության տարածումը պետք է կանխեին պատկան մարմինները։ Ֆերմերները սեփական ուժերով չեն կարող դա անել։ Հենց սա է նաև պատճառը, որ տեղական խոզերի գլխաքանակն էականորեն նվազել է։ Ֆերմերներն էլ զրկվել են իրենց շահույթից։ Իդեպ, շահույթի մասին, ըստ Գևորգի պետ եկամուտների կոմիտեն հրաժարվել է վճարել իրենց հասանելիք ավելացված արժեքի հարկի գումարը՝ մոտ 8.5 միլիոն դրամ։ Կեր ենք ձեռք բերել, չգիտեմ, հավելումներ ենք ձեռք բերել, առաջացել է ինչ-որ գումար։ Չենք հասցրել մենք վաճառենք, որ այդ հարկի գումարից դուրս գար։ Հիմա ասում ենք, եղբայր ջան, մեր ֆերման վարի է գնացել։ Տվեք մեր գումարը, ինչի համար չեք տալիս։ Ըստ էության հիվանդությունները Հայաստանում անասնագլխաքանակի նվազման կարևոր պատճառներից մեկը կարելի է համարել։ Ամիս չկա, որ տեղեկություն չլինի այս կամ այն շրջանում կովերի, խոզերի կամ ոչխարների շրջանում տարածվող ինչ-որ հիվանդության մասին։ Սա հանգեցնում է նրան, որ մարդիկ վախենում են անասնագլխաքանակ ավելացնել, բիզնես ընդլայնել, ներդրումներ անել։ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում դիտվել է տաբախ հիվանդությունը, այդ չեմ ասում բրուցիլոզը, եւ ոչ թե ուղղակի դիտվել է 1, 2, 3 դեպք, այլ հարյուրավոր։ Այսինքն ստացվում է, որ պետությունը չի լուծում առաջնային խնդիրը՝ կենդանիների գոյատևման հարցը, բայց ֆինանսավորում է նոր կովերի գնումը, եզրահանգում է մասնագետը։ Եթե որևիցե տարածաշրջանում, շրջանում համայնքում վեղտում է բրուցիլոզն ու դաբախը,
Դրան պետությունը չի մոտենում իր գործիքակազմով, բարձրարժեք, կենտանին բերեցիք նորից, որպես աջակցություն տվեցիք ֆերմերին, մի քանի օր նորից վարակվեց եւ անկում ապրեց, ով է պատասխան տալու։ Կա կարծիք, որ անասնագլխաքանակի նվազմանը բերում է հենց տեղական կովերի ցածր կաթնատվությունը։ Կա թե քիչ է, ուրեմն ինքնարժեքը բարձր է, հետևաբար կով պահելը ձեռնտու չէ։ Դրա համար էլ պետությունը սկսել է սուբսիդավորել տոհմային կովերի ներկրումը։ Այն կերա բաժինները, կերա ռացիոնը, որը որ նախատեսված է դրսից մեր կրված բարձր ցեղատեսակի կովերի համար, այդ կերաբաժնի 50%-ն է, որ մենք կարողանանք մեր տեղային պայմաններում բուծված, կադապտացված կենտանիներին տան, էլի լուրջ քանակությամբ կաթ կտան։ Իմ տարիների փորձի արդյունքը մի բանա ցույց տվել, բերած բարձրարժեք կենթայինները, տոհմային կենթայինները մեր պայմաններում աշխատում են ավելի վատ։ Իսկ ինչու տեղի կովերի համար նորմալ կերային բազա չի ստեղծվում։ Եթե կենթանիները կլոր տարին խոտի կամ ծղոտի հույսին են, էլ ինչ կաթ պիտի տան։ Մենք լուրջ խնդրեմ ունենք ինքնարժեք ստանալու, ֆերմերային տնտեսությունները պետք է օգտագործեն փակ ցիկլեր։ Չեն օգտագործում փակ ցիկլեր։ Եթե ինչ-որ մեկին թվում է, որ այս պետության մեջ խոտն ու կերը առնելով սովորական շուկայական արժեքով ու ստանա արդյունք, այդ արդյունքը վաճառելով շահույթ ստանա, բարդ է լինելու շատ։ Տեղական արտադրության հատիկը, որ ֆերմերը գյուղացին ունենում են իր մշակած հողերից եւ այդ կերով ապահովում են իր կենտանիների անհրաժեշտ քանակը կերաբաժինը, դա չկա։ Մյուս կողմից պետությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում անասնապահության ոլորտի զարգացման համար, ինչու դրանք չեն տալիս արդյունք։ Ամենավառ օրինակը այդքան գովազդված խելացի անասնագոմերի կառուցման սուբսիդավորումն է։ Պայմանական ծրագրավորող ենք, առհասարակ կապ չունենք գյուղատնտեսության հետ։ Նստում որոշում ենք, որ հենա փողի կեսը փոխհատուցում ենք, կապիտալ շենք շինություն ենք սարքում, ընտիրա կովերը բերում ենք, պայման չկա, կարանք գյուղի կովներ բերենք, դրսից կով ենք բերում, բերած կովի համար են սուբսիդավորվում, եկեք ֆերմա դնենք։ Չեն տիրապետում գործին, չեն կարողանում գտնել մարդ, ով տիրապետում է գործին։ Ստիպված այդ տնտեսությունները փակվում են։ Հայաստանը միակը չէ աշխարհում, որ ստիպված է լուծել պարենային անվտանգության խնդիրը եւ քիչ թե շատ ինքնաբավ դառնալ այս ոլորտում։ Ինչու է այդպես։ Մյուսների մոտ ստացվում է, իսկ մեզ մոտ ոչ։ Իրանական սերուցք է շատ որակյալ պրոդուկտ է։ Արդեն երևի լսել եք։ Մեծ քանակով արտահանվում է Հայաստան, ԵԱՏՄ երկրներ, մեզ մոտ սրանից շատ որակյալ կաթնամթերք են ստանում։ Այստեղ հարց է առաջ գալիս։ Ինչպես է Իրանը, երկիր, որը տուժել է երաշտից եւ որտեղ լճեր են չորանում, կարողանում իր մոտ զարգացնել անասնապահությունը եւ հասցնել այն մակարդակի, որ արտադրի մեծ քանակությամբ կաթ, ստանա այսքան սերուցք, արտահանի։ Իսկ մեզ նման երկիրը, որը ունի բավարար քանակությամբ ջուր, բուսածածկույթ, չի կարողանում իրեն ապահովել, նույնիսկ ինքը իրեն ապահովել անհրաժեշտ հումքով։ Ըստ մասնագետների, գյուղոլորտում սակավաջուր Իրանի հաջողության գաղտնիքը այս համակարգում կոմպետենտ մասնագետների առկայությունն է։ Գյուղատնտեսությունը ժամացույցի պես բարդ համակարգ է։ Եթե չպտտվեց մի անիվը, մյուսները եւս չեն շարժվի։ Ազգային ագրարային համալսարանի անասնաբուծական ֆակուլտետում արդեն 5-րդ տարին է 0 դիմորդ։ Ինչի համար է այդպես։ Որտեղ մարդիկ այդտեղ ապագա չեն տեսնում։ Հիմա երկրորդ ամենակարևոր հարցը, եթե չկան մասնագետներ, ինչ է լինելու մեր անասնաբուծությունը հետո։ Գուցե հենց մասնագետների պակասի պատճառով է, որ մինչև հիմա Հայաստանում լուծված չէ օրինակ գոտիավորման խնդիրը։ Այսինքն պարզ չէ, թե երկրի որ հատվածում, որ կլիմայի պայմաններում ինչ կենդանի է ձեռնտու պահել եւ ինչ տիպի գոմ է հարմար կառուցել։ Օրինակ ես Տավուշի մարզում էի մոտ 1 ամիս առաջ։ Բոլոր մարզերում չորացած է կանաչը, Տավուշում կանաչ ու կանաչ։ Ես սարերում անասուն էի ման գալիս, ես սարերում ոչխար էի ման գալիս, ոչ մի անգամ չգտա։ Մասնագետների կարծիքով Հայաստանում անասնաբուծության ոլորտում իրականացվում է, այսպես ասած, ձեռքի հետ ոտքի վրա քաղաքականություն։ Չկա հստակ ռազմավարություն, չկան գիտական ինստիտուտներ, որոնք աշխատում են տեղական կերային բազայի եւ մեր պայմաններին հարմարեցված կենդանիների բուծման ուղղությամբ, այնպես որ մոտ ժամանակները մսի մասով երկրի ինքնաբավության մասին խոսելն ավելորդ է լինելու։ Արմեն Նաթալյան, Զորաբ Քարամյան, Սուրանկյուն։
Դեկտեմբերի 12-ին Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Կիրակոսյանի դին հրազենային վնասվածքով։ Լուրը ցավ ու զայրույթ առաջացրեց։ Լավ, երբ է վերջապես որևէ պատասխանատու պատժվելու, երբ է պաշտպանական գերատեսչությունը քայլեր ձեռնարկելու, նման դեպքերը գոնե նվազագույնի հասցնելու ուղղությամբ։ Զայրույթի եւս մեկ պատճառ էր զինծառայողի մահվան հանգամանքների վերաբերյալ տևական լռությունը։ Դեպքի հաջորդ օրը քննչական կոմիտեն տեղեկացրեց, թե զինծառայողը իրեն ամրակցված զենքով է ինքնասպանություն գործել, սակայն որ հոդվածով է քրեական վարույթ հարուցվել, անհայտ մնաց, եւ միայն 3 օր անց իրավապահները հայտնեցին, թե զինծառայողին անզգուշաբար ինքնասպանության հասցնելու հոդվածով մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Զինծառայողների ինքնասպանության խնդիրը քննարկման առանձին թեմա է։ Զինվորների հարազատները հաճախ չեն հավատում ինքնասպանության պաշտոնական վարկածին, պնդելով, թե զոհված այդ քայլին ընդունակ չէր։ Եթե անգամ նման հայտարարությունները սուբյեկտիվ ու էմոցիոնալ որակենք, միևնույն է, դժգոհության առիթ կա։ Բանն այն է, որ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով, որպես կանոն, զինվորի հետ կոնֆլիկտ ունեցած որևէ զինծառայողի նկատմամբ է քրեական հետապնդում նախաձեռնվում։ Իսկ դասակի կամ վաշտի հրամանատարները, զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալը եւ վերջապես հենց զորամասի հրամանատարը պատասխանատվության չեն ենթարկվում։ Մինչդեռ, եթե զինվորներից մեկը մյուսի արժանապատվությունն է նսեմացնում, պետք է պատժվեն նաեւ նրանք, ում թողտվությամբ է այդ ամենը տեղի ունեցել։ Ծառայությունը հայրենիքի նկատմամբ պարտքի կատարումից զատ պետք է պատվաբեր ու անվտանգ լինի։ Ծնողը իր 18 տարեկան զավակին բանակ ճանապարհելով պետք է վստահ լինի, որ ծառայությունից հետո նա ողջ առողջ կվերադառնա։ Սակայն ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը քննելու, խնդիրները վերհանելու եւ լուծումներ տալու փոխարեն իշխանությունը զբաղված է ծառայության ժամկետը կրճատելու, բանակից խուսափածներին 15 միլիոնի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատելու նախաձեռնություններով։ Ու քանի դեռ համակարգային լուծումներ չկան, ողբերգությունների պակաս չի լինելու։ Զինծառայողների մահվան դեպքերի, դրանց պատճառների ու խնդիրների լուծման ուղիների շուրջ զրուցել ենք իրավապաշտպան Նազելի Մովսիսյանի հետ։ Բանակը կառավարվում է մի կետից։ Գինը կարող է ներել մեր տղեկի մահը զորամասում։ Ցավում եմ դեպքի առնչությամբ, բայց նոր բան ասել չեմ կարող։ Սա մասամբ նաև պայմանավորված է այսպես կոչված քրեական ենթամշակույթով։ Ստրեսը կարող նպաստի։ Կարող է լինել ինքնավնասման վերափորձաքննություն իրականացումը այն մարմինը, ով իրականացրել է փորձաքննությունը։ Չունենք վերլուծություն։ Դեկտեմբերի 12-ին Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Կիրակոսյանի դին հրազենային վնասվածքով։ Միայն 3 օր անց հայտարարվեց, որ մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Ըստ ձեզ, ո՞րն էր քննչական կոմիտեի երրորդյա լռության պատճառը։ Դեպքի հանգամանքի մասին հրատապ չհաղորդելը կարող է վկայել մի քանի խնդիրների մասին, առաջին հերթին փորձելու քրեական գործը որակել այլ հոդվածով, քան իրականում եղել է դեպքը, միայն կարող եմ ենթադրել դրա պատճառների մասին։ Ավելի հաճախ էին լինում չտարածելը տեղեկատվության ընդհանրապես, թե Պաշտպանության նախարարության կողմից, թե հետագայում քննչական կոմիտեի կողմից եւ այս մոտեցումը միայն կարող են որակել որպես որոշակի տեղեկատվություն փակելու, ծածկելու փորձ, որովհետեւ եթե հնարավոր է եղել նախկինում, հիմնականում գործի նյութեր ուսումնասիրելով հրապարակել հնարավորինս արագ տվյալներ զինծառայողի մահվան հանգամանքների եւ պատճառների մասին եւ հետագայում նաեւ հրապարակել քրեական գործի հոդվածը, ինչն էր խանգարում հիմա լինել ավելի օպերատիվ եւ արագ տեղեկատվություն տարածել հասարակության համար, լինել թափանցիկ ու հաշվետվողական, որը եւ ակնկալում ենք հենց Պաշտպանության նախարարությունից եւ քննչական մարմիններից։ Քանի զինծառայող է մահացել 2024 թվականին, քանիսը 2025-ին եւ ինչ պատճառներով։
2024 թվականի ընթացքում մեր կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն արձանագրվել է 40 զինծառայողի մահացության դեպք, 2025 թվականի այսօրվա դրությամբ նույնպես մեր տվյալներով 19 զինծառայողի մահացության դեպք է արձանագրվել։ 2025 թվականի բոլոր մահացության դեպքերը ոչ մարտական պայմաններում են, այսինքն ոչ թե հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, այլ ոչ մարտական պայմաններում, որը ներառում է ինքնասպանության հասցնել, ինքնասպանություն, սպանություն, դժբախտ պատահարներ, առողջական խնդիրներ, ավտովթարի հետևանքով մահվան դեպքեր եւ այլն, եւ նույն պատճառները եղել են նաեւ 2024 թվականին։ Մեր տվյալները մենք հավաքագրում ենք հասանելի աղբյուրներից, պաշտոնական, ոչ պաշտոնական, բայց գալիս ենք մի այնպիսի կետի, որ տեղեկատվություն չունենք որոշակի դեպքերի մասին եւ դրանց մասին ստիպված ենք լինում տեղեկատվության հարցմամբ, պաշտոնական տեղեկատվության հարցմամբ իմանալ թե պաշտպանության նախարարությունից, թե քննչական կոմիտեից եւ թե գլխավոր դատախազությունից եւ կարող եմ ասել, որ օրինակ հենց 2025 թվականի մահացության դեպքերի մասին, առաջին կիսամյակի մասին է խոսք 2025 թվականի, պաշտպանության նախարարությունը տարածել էր 5 դեպքի մասին տեղեկատվություն, այն դեպքում, երբ արձանագրված դեպքերը 15-ն էին։ Ինքնասպանություն որակված դեպքերի հետ կապված զինվորների հարազատների դժգոհությունները օբյեկտիվ են, թե սուբյեկտիվ։ Մտահոգությունները տեղին են, որովհետև շատ դեպքերում գործի հանգամանքներ ուսումնասիրելով պարզ է դառնում, որ հնարավոր չէր, օրինակ մի քանի տարի առաջվա դեպք եմ հիշում, որ 3 կրակոցով սպանության դեպքը որակվել էր ի սկզբանե որպես ինքնասպանություն, որը իհարկե աբսուրդի ժանրից է։ Եթե նախկինում կասկած էր առաջանում զինծառայողների ծնողների մոտ, թե արդյոք իրենց երեխաները ինքնասպանություն են գործել, հիմա որոշ ծնողների մոտ այդ կասկածը չի առաջանում, որովհետև քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվում բավարարապատույցներ, որ տեղի է ունեցել ինքնասպանություն, բայց այստեղ կա ավելի կարևոր հանգամանք, որին պետք է ուշադրություն դարձնել, թե ինչն է նախորդել ինքնասպանության դեպքին։ Եվ բոլոր դեպքերում ուսումնասիրությունները, կազմակերպության տվյալները եւ բաց հնարավոր բոլոր աղբյուրների ուսումնասիրությունները, քրեական գործով ներգրավվածության արդյունքում գործերի նյութերին ծանոթանալով, տեսնում ենք, որ բոլոր ինքնասպանության դեպքերին նախորդել են արժանապատվությունը նվաստացնող վատ վերաբերմունք զինծառայողների նկատմամբ, ոչ կանոնադրային հարաբերություններ, միջանձնային հարաբերությունների խնդիրներ, որը ավելի մեծ մտահոգություն է առաջացնում, որովհետև այստեղից պիտի սկսի հենց զինծառայողի արժանապատվության եւ իրավունքների պաշտպանությունը հենց զինված ուժերից, իսկ եթե դրանք խախտվում են այդտեղ, բնականաբար դրանք հանգեցնելու են թե ինքնախեղման, թե ինքնավնասման եւ հետագայում իհարկե նաեւ ինքնասպանության դեպքերի։ Որ կառույցի աշխատանքի թերացման հետևանք են առողջական խնդիրների պատճառով զինծառայողների մահվան դեպքերը։ Խնդիրը սկսվում է հենց նախազորակոչային տարիքից, այսինքն հետազոտությունները որպես նախազորակոչային տարիքի անց իրականացվում են թերի, հետագայում նույն անձինքներ կանում են զորակոչային անձնաժողովներ, մենք նաև ուսումնասիրում ենք հենց զորակոչի շրջանակներում անձանց իրավունքների պաշտպանության վիճակը եւ տեսնում ենք, որ շատ բարձի թողի վիճակ է, որովհետեւ շատ խնդիրներ մնում են, շատ առողջական խնդիրներ մնում են չուսումնասիրված, բժշկական հետազոտությունները կատարվում են թերի, եթե չի իրականացվել պատշաճ հետազոտություն եւ անձը զորակոչվում է զինվորական ծառայության ունենալով առողջական խնդիրներ, ակնհայտ է, որ այդ խնդիրները շատ ավելի բարդ պայմաններում, զինվորական ծառայության ծանրաբեռնված պայմաններում պետք է սրվեն եւ շատ հավանական է, որ հանգեցնեն մահվան։ Զորակոչային բժշկական հանձնաժողովները եւ զինծառայության ընթացքում բժշկական հոսպիտալները ունեն առաջնային պատասխանատվություն զինծառայողների առողջության պաշտպանության իրավունքի ապահովման տեսանկյունից։ Ինչ պետք է անել զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը նվազագույնի հասցնելու, բացառելու համար։ Սպա հոգեբանի ինստիտուտի առկայությունը, որը 2013 թվականից արդեն իսկ գործում է, դեռևս կայացած չէ։ Այսինքն ինստիտուտը կա, սպա հոգեբաններ զորամասերը, որոշ զորամասեր ունեն, բայց ոչ բոլոր զորամասերն են համալրված համապատասխան մասնագետներով։ Մասնագետները չունեն համապատասխան հնարավոր է չունեն համապատասխան որակավորում կամ եթե նույնիսկ ունեն զինծառայողների հետ աշխատանքները տարվում է թերի։ Այսինքն պետք է առաջին հերթին համալրել զորամասերը, բոլոր զորամասերը սպա հոգեբաններով, աշխատել նրանց հետ, զինծառայողների հետ աշխատել, փորձելով
բացահայտել ռիսկային գոտում, տագնապայնության գոտում գտնվող, ինքնավնասման եւ ինքնասպանության մտքեր ունեցող զինծառայողների հետ հատկապես առանձին խոսել եւ փորձել միջանձնային հարաբերությունները կարգավորել եւ միաժամանակ դա աշխատանք է, որը պետք է տարվի բազմակողմանի։ Սպա հոգեբան, զինծառայող, հրամանատար բոլոր օղակները պիտի ներգրավված լինեն, որպեսզի հնարավոր լինի հասնել առավել արդյունքի։ Կհանդիպենք քիչ անց։ Քեզ թվում է, որ եթե գիտես գազի ու տորմուզի ոտնակների տեղը, ուրեմն ամեն ինչ օքեյ է, բայց տենց չի լինի։ Մեքենաներից մեկը հաշվառված է ՀՀ նախագահի աշխատակազմի բալանսում։ Անչափահաս վարորդի ծնողներ, ձեզ եմ դիմում։ Եթե դուք եք անձամբ ձեր սիրասուն զավակին հանձնել բանալիները, ուրեմն պետք է կրեք դրա պատասխանատվությունը։ Երեխայի հարազատները համայնքային ոստիկանության կոտայքի բաժնի ծառայողների հետ նրան երեկվանից որոնում էին։ Երբ տեղեկացա, որ վթարի հետևանքով զրովեցի վարորդը տեղում մահացել էր, էլի չզարմացա։ Հրաշքներ ոչ միշտ են լինում։ Մոտ 10 րոպե անց Նարեկին դուրս բերեցին, ինչից հետո էլ իմացել են, թե ինչ սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել ներսում։ Հոգեբուժարաններ։ Նկատել եք, թե վերջին շրջանում որքան հաճախակի են դարձել այս հաստատությունների հետ կապված հիշատակումները։ Արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ հատկապես 2020-ի պատերազմից եւ համաճարակից հետո հանրության մի ստվար հատվածի հոգեբանությունը խեղվել է, եւ այս ընթացքում այնքան ենք լսել արտարոց ու մեզ ոչ հարիր դեպքերի մասին, որ այլևս դադարել ենք զարմանալ։ Հերթականը տեղի ունեցավ երեքշաբթի։ Այդ օրը առավոտյան Շիրակի ոստիկանները օպերատիվ տեղեկություն են ստանում, թե Գյումրիի Կարեն Դեմիրճյանի փողոցի տներից մեկում դիեր կան։ Կարճ ժամանակ անց իրավապահները նշված հասցեից դուրս են բերում Նարեկ անունով 30-անց տղամարդու։ Պարզվում է, որ նախնական տեղեկություններով նա դանակի մի քանի հարվածով սպանել է սեփական հորն ու մորը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ծնողների նկատմամբ 7 տարի առաջ էլ է սպանության փորձ կատարել եւ որ երկար տարիներ հաշվառված է հոգեբուժական կենտրոններից մեկում։ Ոստի հարցը, թե ինչպես է ստացվում, որ հոգեբուժաններում գրանցված մարդիկ այս տարվա ընթացքում արդեն որերորդ անգամ դառնում են սպանության հեղինակ, ռետորական չէ։ Ծայրահեղ իրավիճակները հնարավորինս բացառելու նպատակով հոգեբուժաններում հաշվառվածները պետք է լինեն հսկողության տակ։ Այսինքն ստացիոնար բուժվողի վիճակի թեթևացման դեպքում նա պետք է բուժումը շարունակի պոլիկլինիկայի մասնագետների աչալուրջ հսկողության ներքո։ Մինչդեռ հսկողություն կարելի ասել չկա։ Եթե հիշում եք, ամիսներ առաջ հոգեբուժանից նոր դուրս եկած երիտասարդը սպանեց մորը, իսկ շաբաթներ առաջ մի տղամարդ սպանեց 4 հոգու։ Նա դատարանի վճռով ճանաչվեց անմեղ սունակ։ Եվ ինչ, ով պետք է կանխեր այս ողբերգությունները։ Սրանից հետևություն, որ ամեն նման դեպք պետական մարմինները պետք է վերլուծեն եւ հասկանան ինչպես բարելավել հոգեբուժական ծառայությունների աշխատանքի որակը։ Առայժմ դա չի արվում։ Մենք էլ ահասարսուր հանցագործությունների մասին ենք լսում։ Անցած օրերի քրեական քրոնիկոնը արտակարգ պատահարներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի հաշվառված մեղսագործություն տեսանյութում։ Այ ժողովուրդ ջան, Գյումրիում կատարվածը իհարկե սարսափելի է, բայց ոչ պակաս սարսափելի են Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի պատմությունները, ծնողներ, կասեք, թե ինչ եք հասկանում ծնողական սեր ասելով, թեև ես ծնող չեմ, բայց կարծում եմ, որ ծնողական սերը ոչ այլ ինչ է, քան երեխային հասարակության համար պիտանի մարդ դարձնելն է։ Իսկ երբ ծնողը երեխային փոքր ժամանակից սկսում է երես տալ կամ ոչ ճիշտ դաստիարակություն ու արդյունքում նույն այդ երեխան, ասենք, կարող է հորական մեքենան փախցնի, դա սեր չէ։ Առավել եւս, երբ մեքենայի այսպես ասած առևանգումը երեխայի համար ունենում է կործանարար հետևանք։ Նման մի պատմություն քիչ անց կներկայացնենք, իսկ մինչ այդ ուզում եմ բոլոր ծնողներին 10608 անգամ զգուշացնել, ձեր երեխաներին տիրություն արեք։ Գեղարքունիքում կատարվածի մասին կխոսենք տեսանյութի վերջում։ Երևի հասկացաք, որ ողբերգական ելք է ունեցել։ Հիմա տեղափոխվենք Արագածոտնի մարզ, ավելի կոնկրետ Դաշտադեմ Քարակերտ ավտոճանապարհի 13-րդ կիլոմետր։ Նկարահանում է ու հերթական անգամ համոզվում, որ բեռնատար վարելը ամեն մարդու բան չէ էլի։ Քեզ թվում է, որ եթե գիտես գազի ու տորմուզի ոտնակների տեղը, ուրեմն ամեն ինչ օքեյ է, բայց տենց չի լինի, ինչի մեջ տասնյակ անգամ համոզվել ենք։
ուզում էի պատկերացնել, թե ինչ կզգար հովոն, եթե այս երկաթե արգելապատնեշները հաղթահարելով հայտնվեր ձորում։ Հովո ասելով նկատի ունեմ մեքենայի մակնիշը, այլ ոչ թե վարորդին։ Վարորդը 45-ամյա Համլետն էր, որ չգիտես ինչպես Հովո մակնիշի բետոնախառնիչ բեռնատարով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին եւ կոաշրջվել։ Եթե հիմա որպես արդարացում պետքա բերի մեքենայի տեխնիկական անսարքությունը, դա եւս ապրավդանի չի։ Մինչև դուրս գալը ստուգեր ընկեր ջան։ Իսկ ինչպես նշում էին դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնց հետ այդքան էլ համամիտ չեմ, դու վարորդ չես։ Վերջ, այս երկու տարբերակներն են։ Ու հիմա, երբ սրտացավ քաղաքացիների, արագ հասած փրկարարների ու շտաբօգնության բժիշկների շնորհիվ ողջ ես մնացել, կարող ես այդ երկու տարբերակների վրա մտորես։ Աշխատի հնարավորինս անկեղծ լինես քեզ հետ, թե չէ կարող է այս մի փորձանքով չսահմանափակվես։ Երկրորդ կռանը պետք է գա, չէ՞։ Սենց երկար սպասեցի, մինչև այս վերամբարձր շողուլի կբերի Հովոյին, բայց զուր, երկար ժամանակ հաշվարկ էին անում, որպեսի հոնքը շինելու փոխարեն աշկը չանեն։ Ես էլ հոգնա սպասելով ու հետ եկա մայրաքաղաք, որտեղ եւս թաթալաբաց վարորդների պակաս չկա։ Հեսա, խնդրեմ, կես գիշերին մոտա, մայրաքաղաքի ուղիղ սրտում, Բաղրամյան պողոտայում, իրար են ողջագուրվում Ռենոն ու Հոնդան։ Միշտ ասել եմ ու կասեմ, Երևանում օրվա լույս ժամին արագություն կարելի է բացել միայն արագընթաց ճանապարհներին, այն էլ ոչ միշտ եւ գիշերային ժամերին, երբ մեքենատերերի հիմնական մասը նուշ 7-րդ երազն են տեսնում։ Հա, լավ, հասկացանք, ժիվոյ լեգենդ եք տեսել, բայց դրա համար պետք չէր մեքենաները այսօրը գցել։ Զանգեիք, ասեք, Գագո ջան, արի, ուզում ենք պատիվ տանք, կգայի, բայց այդ ջահելները այս ճամփեն էին ընտրել։ Տղերք, ականջներիցս լապշա չկախեք, առանց մեծ արագության հնարավոր չէր մեքենաները այսօրը գցել։ Ընդ որում, երկու մեքենաներն էլ դուրս էին եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթին։ Դրանցից մեկը կոտրել էր նաև խաշմերուկը կարգավորող լուսակիրը, մյուսը երկաթե դարպասի մի հատված։ Քնիչ է, չէ՞ գալու։ Հա, պիտի քնիչ գա, որ լրիվ պատկերը պարզ դարձնի։ Պետք է օֆիցիալ արձանագրի, որ վթարի հետևանքով մեկ հոգու տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որ մեքենաներից մեկը հաշվառված է ՀՀ նախագահի աշխատակազմի բալանսում։ Մի խոսքով, նման վթարներին հետևող արդեն սովորական դարձած գործողությունների պոլնի կոմպլեկտ էր։ Իսկ դուք, հարգելի վարորդներ, այս դեպքից պետք է եզրակացնեք, որ անգամ այն դեպքում, երբ թվում է, թե ընդհանրապես մեքենա չկա, արագությունը պետք է վերահսկեք։ Հիմա անցնենք մատաղ սերնդի դաստիարակման գործին։ Դե իհարկե, ծնողների պարտականությունն է, բայց ահա նման պատկերներ տեսնելով հասկանում ենք, որ այդ գործում նրանք թերացել են։ Ընդ որում, ներկայացվող երկու դեպքն էլ, որից մեկը ողբերգական ավարտով տեղի են ունեցել Գեղարքունիքի մարզի Հնչեղ Դդմաշեն անվամբ բնակավայրում։ Այս դեպքը վթար անվանել երևի չի կարելի։ Տեսնում եք այս սպիտակ զրոյոթը։ Սրա վարորդը ոչ տարել, ոչ բերելա մեծ արագությամբ բախվելա ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Լադա եւ Գազ 53 մակնիշի ավտոմեքենաներին։ Լավ այլի, որ կին քննիչ է գալիս, մի քիչ փոխվում է մթնոլորտը, իսկ ինչ պետք է արձանագրեր գեղեցիկ սեռի ներկայացուցիչ քննիչը, որ դեպքը տեղի է ունեցել ցերեկը 13:30-ի սահմաններում, այսինքն չկան հարթ տարածքում նման վթարի համար օբյեկտիվ նախադրյալներ։ Նկատի ունեմ մութը, որ վթարի հետևանքով զրոյոթի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևան բժշկական կենտրոն, եւ որ վիրավոր վարորդը անչափահաս է եղել։ Երկու մեքենաներ կայանված են եղել, էլի։ Զրոյոթի վիրավոր անչափահաս վարորդի ծնողներ, ձեզ եմ դիմում։ Եթե դուք եք անձամբ ձեր սիրասուն զավակին հանձնել բանալիները, ուրեմն պետք է կրեք դրա պատասխանատվությունը, որովհետև պիտի հասկացած լինեիք, որ ձեր ժառանգը բացի նրանից, որ անչափահաս է ու չունի վարորդական իրավունքի վկայական, նաև օժտված չէ վարորդական հմտություններով։ Եթե կարող է հարթ տարածքում բախվի կայանված մեքենային, իսկ եթե փախցրել է մեքենան, նշանակում է
ճիշտ դաստիարակություն չեք տվել, այսինքն երկու դեպքում էլ կատարվածի ամբողջ պատասխանատվությունը ձեր վրա է։ Այս դդմաշենում աչքիս որոշ ծնողներ շատ են երես տալիս իրենց երեխաներին։ Կատարվածից օրեր անց էլի այս գյուղում էի ու որքան էր զարմանքս, երբ տեղեկացա, որ էլի նույն խնդրով։ Ասում եմ, կարող է այս դդմաշենում դաստիարակման նոր մեթոդներ են հորինել, վրեքներս խաբար չկա։ Մակարենկոն եթե լիներ, կարող է ինչ-որ լույս սփռեր, բայց դե այդ մարդն էլ շուտ է մահացել։ Լավ, լիրիկան մի կողմ, առավել եւս, որ հեշտ լավ ավարտ չի ունեցել դդմաշենում անչափահասի մասնակցությամբ հերթական ավտովթարը։ Եվ ուրեմն 15-ամյա տղան օպելով կեսօրից կես ժամ առաջ դդմաշեն բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ մոտ 450 մետր շրջվելով հայտնվել ձորում։ Սարսափելի է անգամ պատկերացնելը, ելուր մնաց, եթե մեքենայում լինեիր, թերևս ավելորդ է ասել, որ վթարի հետևանքով 15-ամյա վարորդը տեղում մահացել է։ Նրա մարմինը հայտնաբերվել է մեքենայից դուրս, ինչը նշանակում է, որ ամենայն հավանականությամբ նա ամրակապված չի եղել։ 15 տարեկան տղա երեխա։ Աստվածիմ, սա այն դեպքն է, երբ ասում են թշնամուն չես ցանկանա, ու մինչ փրկարարները պատրաստվում էին պատգարակով երեխայի մարմինը մոտեցնել դիատարին, դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, թե երեխայի հարազատները համայնքային ոստիկանության կոտայքի բաժնի ծառայողների հետ նրան երեկվանից որոնում էին։ Չգիտեմ, ես չեմ դուք եք, էլ ինչ կարող եք ասել այս դեպքի շուրջ։ Իրոք մեկնաբանություններն ավելորդ են։ Միայն կասեմ, ցավակցում ենք ծնողներին ու համբերություն մաղթում։ Հիմա Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված բեռնատարի եւ զրովեցի մասնակցությամբ ողբերգական վթարի մասին։ Այնպես ստացվեց, որ այս տեսանյութում ներկայացված դեպքերի մեծ մասի մասնակից են խորհրդային վերապրուկներն ու ռուսական արտադրության մեքենաները, ինչը խոսում է այն մասին, որ չնայած տարիներ շարունակ Հայաստան մեծ քանակությամբ մեքենաներ են ներկրվում ԱՄՆ-ից ու Ճապոնիայից, բայց միևնույնն է, հները վերջանալու մտադրություն չունեն։ Արադ քաղաքի Գրիբայդով փողոցում այս վթարը նկարելով տպավորություն ունեի, թե վերադարձել ենք 80-ական թվականներ։ Տեսնում եք հավաքվածների զարմացած դեմքերը, երևի փորձում էին հասկանալ, թե իրականում ինչ է կատարվել ստեղ րոպեներ առաջ։ Չնայած ասեմ, որ ես օրինակ չզարմացա, մի շարք հանգամանքներ հաշվի առնելով։ Նախ փողոցը ինքնին նեղ էր, ու այդ նեղ փողոցով երթևեկումը այս զռլաման ու հերիքա կամազի կամ զրովեցի վարորդի զգոնությունը թեկուզ մեկ վայրկյանով կտրեր կամ մի աննշան խոչընդոտ լիներ, ու այս պատկերը պատրաստ էր։ Երբ տեղեկացա, որ վթարի հետևանքով զրովեցի վարորդը տեղում մահացել էր, էլի չզարմացա։ Նայելով մեքենայի վիճակին, այլ ելք դժվար էր կանխատեսվեր։ Հրաշքներ ոչ միշտ են լինում։ Հիմա իրավապահները պիտի հստակ արձանագրեն, թե ինչ աստեղ տեղի ունեցել։ Դատելով մեքենաների դիրքից տպավորությունը, որ կամազի վարորդն է դուրս եկել հանդիպակաց ու թող դրա Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվելու փաստը քննիչներին չուզի։ Հարկավոր է օբյեկտիվ նախաքննություն։ Ցավակցում ենք մահացածի հարազատներին։ Եվ վերջում հանրապետությունը ցնցած սպանությունների մասին։
Չնայած Վայ Ղազարյանը հանգամանալի ներկայացրեց հոգեբուժական ոլորտի ողբալի վիճակը, այդուհանդերձ ես էլ մի քանի բառ կասեմ. դե հիմա մարդ է, կյանքի դժվարությունները կամ առանձին դեպքերը խոր ազդեցություն են ունեցել նրա հոգեվիճակի վրա ու նրան տեղափոխել են հոգեբուժարան։ Հասկանալի է, որ տվյալ անձը չի կարող ամբողջ կյանքը հոգեբուժարանում մնա, հատկապես հիմա, թե չէ պետք է միայն հոգեբուժարաններ կառուցեն։ Դուրս է գալիս, հետո ինչ որ կառույց կա, որ պատասխանատու լինի նրա հետագա վիճակի համար։ Կասեք, տանեցիները պետք է զբաղվեն։ Իրոք լուրջ եք ասում։ Հրեն, շաբաթներ առաջ մեկը 4 հոգու սպանեց, ամիսներ առաջ էլ հոգեբուժարանում այլ հաշվառվածը սպանեց մորը։ Դրանից առաջ մեկ ուրիշը մորն ու հորը։ Լավ, անդրադառնանք կոնկրետ դեպքին։ Երբ Շիրակի քրեական ու համայնքային ոստիկաններն ու պարեկները առավոտյան 10:50-ի սահմաններում ահազանգ են ստանում, թե Գյումրիի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկում դիերկան, չեն էլ պատկերացրել, թե ինչ տեսարանի ականատեսն են լինելու։ Փրկարարների հետ մի կերպ բացելով դուռը հայտնաբերում են մահացած ամուսինների մարմինները։ Պարզից էլ պարզ էր, որ տեղի ունեցածը սպանություն էր, հաշվի առնելով դիակների վրա դանակի հարվածների հետքերը։ Ուստի պետք էր հասկանալ, թե ով է մարդասպանը։ Դրա համար երկար ժամանակ չի պանժում։ Ամբողջ թաղը գիտեր, որ նրանց որդին հոգեբուժարանում հաշվառված Նարեկը, որը մոտ 7 տարի առաջ եւս ցանկացել էր սպանել ծնողներին։ Ականատեսներն ու հարևանները պատմում էին, որ տեսել են, թե ինչպես են իրավապահները շրջապատել այդ տունը ու մտնելով ներս մոտ 10 րոպե անց Նարեկին դուրս բերեցին, ինչից հետո էլ իմացել են, թե ինչ սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել ներսում, որ 63-ամյա կինն ու նրա 64-ամյա ամուսինը սպանված են։ Ասում էին, որ եթե իրավապահները մի քիչ ուշանային, էլի մարդ կարող էր սպանվել։ Չգիտեմ, էլ ինչ ասեմ ժողովուրդ ջան, էս մեր երկրում սաղ խառնվել է իրար, ինչ ասես չենք տեսնում։ Չենք տեսնում նաև էս ամենի վերջը։ Ասում եմ, չէ, որ քրիստոնեությունը առաջինը պետական կրոն ընդունած երկրին է տիրել սատանան։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։ Այսքանը գործով զորանանք եւ առողջ հոգով ու լուսավոր մտքով առաջ շարժվենք։ Այս տարվա վերջին թողարկումը դեկտեմբերի 28-ին ժամը 22-ին է։ Աստված պահապան Հայազգին։